Այդ ձգձգումը իշխանությանը հնարավորություն է տալիս տարբերակներ մտածելու, մինչ ավականու առաջին նիստը, այսինքն ապրիլի 16-ը, Գյումրիում քաղաքապետի աթոռը զավթելու մասին, հնարավոր է քրեական գործերի ճանապարհով։ Այդ ձգձգումը ընտրությանը մասնակից ընդդիմադիրներին թույլ է տալիս դավադրության տեսությունների մեջ ընկնել, քանի որ շատ պարզ բաները կարծես տեղի չեն ունենում։ Քաղաքական, հասարակական գործիչներին ու հատկապես ժողովրդին նույնպես արմատավորել ընդդիմադիր որոշ ուժերի մասին այն քննարկումները, որոնք վերջին շրջանում բացվել են լայն թափով ու շարունակվում են։ Ընտրություններում հաղթել է 4 ընդդիմադիր ուժ, ամենաշատ քվեն հավաքել է Վարդան Ղուկասյանը, եւ երբ ընդդիմադիրների հավաքական ձայները կարողանում է իրենցից մեկին դարձնել քաղաքապետ, տրամաբանական է, որ այդ մեկը պետք է լինի ամենաշատ ընդդիմադիր քվե հավաքածը։ Երկու ընդդիմադիր ուժ այդ մտքին համաձայն է, մեկը Մարտուն Գրիգորյանը եւ նրան առաջադրած ուժերը անտրամաբանական հապաղում են։ Դա լավ է թե վատ։ Ինձ եւ շատերին թվում է, որ դա վատ է։ Ում է լավ, երևի թե իշխանությանը։